Արմ ռադիոյի ուղիղ եթերում դուք լսում եք լրատվական հիմնական թողարկումը, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջիկայում կայցելի Հայաստան, նոր ատոմային էներգաբլոկ, նոր համաձայնագիր։ 3 տարի առաջ ունեինք 80,000 ինտերնետից օգտվող, այսօր 350,000։ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս տարի գիտական աստիճանի վկայագիր է ստացել 454 հայցորդ։ Կենսաչափական անձնագիրն ու նույնականացման քարտը պարտադիր չեն լինի։ Հայ-ռուսական հարաբերություններում առաջին պլան է մղվել տնտեսական եւ հումանիտար բաղադրիչը։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջիկա 2 ամսվա ընթացքում կայցելի Հայաստան։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարեղանին։ Պանորամա ԿՏՄ-ի փոխանցմամբ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կայանալիք այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև տնտեսական ոլորտին առնչվող մի շարք պայմանագրեր կստորագրվեն։ Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի վերջին հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի Նոուրուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրան կատարած այցելության ժամանակ։ Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան նախատեսված էր սույն թվականի հունիսի 6-ին, սակայն ստորագրվելիք փաստաթղթերը կարգավորելուն եւ ավարտական տեսքին բերելուն ավելի շատ ժամանակ տրամադրելու պատճառով կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցի ժամկետը փոփոխվեց։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Քաղաքագետի խոսքով հատկանշական է, որ եթե նախկինում կողմերն ընդգծում էին հարաբերությունների ռազմաքաղաքական բաղադրիչը, ապա այս անգամ առաջին պլան էր մղվել տնտեսականն ու հումանիտարը, ինչը հաստատվում է այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերով, որոնք վերաբերում են հումանիտար, էներգետիկ ոլորտներում համագործակցությանը, տնտեսական կապերի զարգացմանը։ Այցը հաստատեց դաշնակցային գործընկերային հարաբերությունները, նաև այն փաստը, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած միջպետական հարաբերությունները եւ որ Մոսկվան շարունակում է մնալ տարածաշրջանային շահագրգիռ խաղացողներից մեկը։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ից 25-ը։ Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով ներդրողների ներգրավման աշխատանքները շարունակվում են։ Էներգաբլոկի կառուցման շուրջ արդեն համագործակցության պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանի կառավարության հետ։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Ռուսաստանի Ռոսատոմ պետական կորպորացիայի հետ արդեն ստորագրվել է համաձայնագիր նոր կառուցվելիք էներգաբլոկի միջուկային կղզյակի սարքավորումների պատրաստման նպատակով։ Ներկայումս ատոմակայանում ատոմային էներգիայի միջազգային գործունեության հետ համատեղ շարունակվում են անվտանգության մակարդակի բարձրացման ուղղված աշխատանքները։ Նախարարի խոսքերով ՄԱԳԱՏԵ-ից ստացվել է դրական եզրակացություն կատարված աշխատանքների շուրջ, իսկ ներկայացված դիտողությունների վերացման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ 3 տարի առաջ 1 մեգաբիտ ինտերնետ կապը Հայաստանում արժեր 1.200.000 դրամ, իսկ այսօր այն արժե 34,000 դրամ։ Դա էական առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը, հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մի շարք գործոններ կան, որոնք ազդել են գների նվազման վրա։ Առաջինը Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջնահերթություն։ Ունենք խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին քննարկում են համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար, նշել է նա։ Եթե ընդամենը 3 տարի առաջ մենք ունեինք 80,000 ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350,000։ Սա հանրության բավական լուրջ զանգված է։ Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս, նկատել է Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի տեղեկացմամբ 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են 49 մասնագիտական խորհուրդներ, 2010 թվականի 62-ի փոխարեն։ Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է 2 խորհուրդների՝ իրավագիտության մասնագիտական խորհրդի եւ բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհրդի գործունեությունը։ 10 ամիսների ընթացքում բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 416-ը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 12-ով։ Գիտության բնագավառում առաջատարը տնտեսագիտությունն է, որից 10 ամիսների ընթացքում
Պաշտպանել են 85 տեխնացուական, բայց ոչ մի դոկտորական աշխատանք։ Ֆիզիկա-մաթեմատիկական բնագավառում 60 որակավորման գործերից 10-ը գիտությունների դոկտորի աստիճանի համար է եղել։ Այս տարի շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում 51 պրոֆեսորի եւ 201 դոցենտի գիտական կոչում։ Արտերկրում պաշտպանած գիտական աստիճանի ստացածների թիվը 10 ամիսների ընթացքում 17 է, անցյալ տարվա 26-ի փոխարեն, որից 15-ը Ռուսաստանի Դաշնությունում, 1 տեխնացուական Շվեդիայից եւ 1-ն էլ Լեհաստանից։ Ազգային ժողովում քննարկվել է կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգի մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ազգային ժողովում քննարկմանը ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ընդգծել է, որ պետությունը երաշխավորում է այդ տվյալների պահպանումը։ Հայաստանում կենսաչափական տվյալներով անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումն ապահովող օրենքների նախագծերում կներառվի այդ դրույթը, որը սահմանում է, որ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է։ Օսիկյանի խոսքերով կենսաչափական տվյալներով անձնագրային համակարգի կամ որ նույնն է նույնականացման քարտերի շրջանառությունը կբարելավի հանրային ծառայությունների որակը, կհեշտացնի անձի նույնականացման գործընթացը, կզսպի կոռուպցիոն որոշակի գործոնների զարգացումը, քանի որ նույնականացման քարտերը կսահմանափակեն վարչական մարմնի հետ անմիջական շփումները։ Օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ նախատեսվում էր նոր անձնագրային համակարգի անցումը կատարել նոյեմբերի 1-ից, սակայն ժամկետի երկարաձգում է տեղի ունեցել մինչև հունվարի 1-ը, եւ չի բացառվում, որ նոր համակարգի ներդրման գործընթացը կարող է երկարաձգվել մինչև 2012 թվականի մարտի 1-ը, հնարավոր է նաև, որ վերջնական ժամկետը հունիսի 1-ը լինի։ Այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանին, ով կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Շնորհակալություն Ժիրայր, FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է, ձեզ հետ է Արտակ Մուրադյանը, բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Նախընտրական ու հետընտրական դաշինքներ։ Պետք է արդյոք ամբողջապես փոխել ընտրական օրենսգիրքը։ Ինչպես է գոյանալու 101 միլիարդ դրամը պետբյուջեի համար։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Քաղաքական դաշտում քննարկվում են հնարավոր նախընտրական ու հետընտրական դաշինքների ստեղծման տարբերակները։ Մասնավորապես ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջև դաշինքը քիչ հավանական է համարվում։ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշ Շահբազյանի կարծիքով դաշնակցության եւ ՀԱԿ-ի միջև դաշինքի ստեղծումը 99%-ով հնարավոր չէ։ Ի տարբերություն ՀՅԴ-ի Ժառանգություն կուսակցությունը ՀԱԿ-ի հետ համագործակցությունն ու դաշինքի ստեղծումը չի բացառում։ Ազգային ժողովի Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ դա իհարկե բավականին դժվար կլինի, սակայն հնարավոր։ Հնարավոր ու անհնար տարբերակների մասին Աննա Գզիրյանի ռեպորտաժում։ Ընտրություններից առաջ սովորաբար տարբեր քաղաքական ուժերի դաշինքների միավորումների մասին խոսակցություններն ակտիվանում են։ Առջևում խորհրդարանական ընտրություններ են, իսկ դա նշանակում է, որ թերևս առավել հաճախ քննարկվող թեմաներից է այս կամ այն կուսակցությունների հնարավոր համագործակցությունը։ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը նշեց, որ դա նորմալ երևույթ է։ Շատ կուսակցություններ միավորվում են, որպեսզի ընտրություններին առավել ձայներ ստանան։ Դաշինքների տարածված ձևերից են հետընտրական միավորումները։ ՀՀԿ-ական ներկայացուցիչն այդ համատեքստում լավագույն օրինակ համարեց կոալիցիայի ստեղծումը, որի նպատակն է երկրի կառավարման գործընթացներում այլ քաղաքական ուժերին ներգրավելը։ Կոալիցիաները ժամանակակից քաղաքականության մեջ ընդունված ձև եւ ընդունված մեխանիզմներ են երկրի կառավարման գործընթացում ավելի մեծ թվով կուսակցությունների, ավելի մեծ թվով քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ եւ Հայաստան այս առումով բացառություն չէ։ Կարեն Ավագյանը ձեռնպահ մնաց տալ մեկնաբանություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ներկայումս գործող կոալիցիայի կազմի հնարավոր փոփոխության մասին։ ՀՅԴ-ում ընտրություններից առաջ հնարավոր դաշինքների մասին որոշումներ առայժմ վերջնական կայացված չեն։ Այդ իսկ պատճառով ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշ Շահբազյանը չցանկացավ այդ մասին մանրամասնել։ Չնայած դրան նա այնուամենայնիվ համաձայնեց հայտնել իր անձնական տեսակետը։ Արտյուշ Շահբազյանի կարծիքով ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջև դաշինքը քիչ հավանական է։ Նրա կանխատեսմամբ ընդդիմադիր դաշտից խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՀԱԿ-ը։ Ինչ վերաբերում է իշխանական թևին, ապա ըստ Արտյուշ Շահբազյանի ամենայն հավանականությամբ ընտրություններին կգնա միասնական։ Եթե անգամ այն տարբերակում, եթե Բարգավաճ Հայաստանը գնա որպես առանցին ուժ, ապա սա չի կարելի նկատել որպես քաղաքական, այսպես ասած, նոր բևեռների ձևավորում։ Ըստ էության սա արդյունքում կդառնա
ներիշխանական վերադասավորում։ Ժառանգություն կուսակցությունն ընտրություններին ոչ միայն մասնակցելու, այլև վստահ է, որ խորհրդարանը անցնելու է։ Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը չբացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը։ Մենք համագործակցության մասին միշտ ենք խոսել եւ նույնիսկ քայլեր ձեռնարկել համապատասխան հարթակ ստեղծելու համար, ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Միանշանակ մեր ցանկությունը այդ առումով միշտ եղել է եւ կա հնարավորինս լայն համագործակցություն ապավել քաղաքական ուժերի միջև եւ այդ համագործակցությունը լինի ոչ թե կարճաժամկետ կտրվածքով, այլ երկարաժամկետ։ Ես կարծում եմ նաև քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ կարողանանք այդ համագործակցության շրջանակում նաև ներգրավել։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին վերջնական որոշում չի կայացրել նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։ Կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով դեռ վաղ է, քանի որ առայժմ մի շարք հարցերի հստակեցումների անհրաժեշտություն կա։ Հնարավոր չի, որ չմասնակցի։ Մասնակցելու ենք, ձևաչափը կորոշվի ապագայում։ Դեռ համագումար ունենք անցկացնելու եւ համագումարում կորոշենք։ Մինչ այդ համապատասխան բանակցություններ ենք վարում եւ կորոշենք, թե ձևաչափը ինչպիսին է։ Հնարավոր է եւ դաշինք, հնարավոր է եւ այլ ձևաչափ, բայց հնարավոր է նաեւ որ միայնակ գնանք, որևէ խնդիր չեմ տեսնում։ Բանախոսները փաստեցին, որ ցանկացած դաշինք կամ միավորում չպետք է ինքնանպատակ լինի։ Նման որոշում կայացնելիս պետք է դուրս գալ ներանձնական եւ ներկուսակցական շահերից ու առաջնորդվել գաղափարական սկզբունքներով։ Արտյուշ Շահբազյանը գտնում է, որ կենտրոնական նոր դաշինքի ձևավորման քաղաքական պահանջ կա։ Այդ դաշինքը պայմանականորեն ես կանվանեի օրինակ սոցիալ հայրենասիրական, այսինքն հայրենասիրական երկրի խնդիրներով, արտաքին, ներքին խնդիրներով մտահոգ ուժերի դաշինք, այս դեպքում կարող են շահել նաև այն փոքր ուժերը, որոնց քաղաքական դաշտից դուրս են մնացած։ Քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն արդար ընտրություններ անցկացնելու համար, ասաց Արտյուշ Շահբազյանն ավելացնելով, որ այս հարցը պետք է լինի օրակարգային։ Բանախոսներն ընդգծեցին, որ ազատ արդար ընտրությունների անցկացումը կօգնի մեկ քայլ առաջ գնալ։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Նոր ընտրությունների նախաշեմին կանգնած ենք նույն հարցի առջև։ Արդյոք ընտրություններն ի վիճակի են ինչ-որ բան փոխել, թե դա մեզնից կախված չէ եւ ամեն ինչ կանխորոշված է։ Հայաստանի Հանրապետության առաջին ընտրական օրենսգրքի հեղինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդվիգ Խաչատրյանը խոսելով ընտրական իրավունքի եւ ընտրական գործընթացների մասին, կարծիք է հայտնել, որ ամբողջապես պետք է փոխել այսօր գործող ընտրական համակարգը եւ առաջարկել է իրականացնել բազմամանդատ մեծամասնական ընտրություններ։ Ընտրությունները միջոց են թե իշխանությունը պահելու, թե փոխելու համար։ Պարզապես խնդիրն այն է, թե ով է ավելի լավ տիրապետում այդ հնարավորությանը եւ օգտվում դրանից՝ իշխանություն պահողները, թե փոխողները։ Առաջին ընտրական օրենսգրքի հեղինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Լյուդվիգ Խաչատրյանը առաջարկել է ընտրական համակարգը ամբողջությամբ փոխել, այսինքն միամանդատ մեծամասնական ընտրության համակարգը ամբողջությամբ հանել եւ անցնել կամ բազմամանդատ մեծամասնական ընտրական համակարգի կամ համամասնական նախապատվության սկզբունքով ընտրություններին, իսկ նախապատվության սկզբունքը ըստ բանախոսի ենթադրում է, որ ընտրողը կարող է քվեարկել իր նախընտրած կուսակցության կամ թեկնածուի օգտին։ Իմ կարծիքով ոչ միայն դա ճիշտ է անելը, այո, ճիշտ է հանելը միամանդատ հարաբերական մեծամասնական ընտրական համակարգը այսօր Հայաստանի համար դա գլխացավանք է։ Լյուդվիգ Խաչատրյանը ընտրական գլխացավանքից ազատվելու համար առաջարկում է նաև քվեարկությունը կազմակերպել էլեկտրոնային փաստաթղթային եղանակով, որտեղ ընտրողը քվեարկում է քվեամեքենայով, ստանում է քվեաթերթիկը, դնում է ծրարի մեջ եւ գցում քվեատուփը։ Այդ տվյալները եթե տեղամասերեսնես շատ արագ այդ արդյունքները կարող է ստանալ, թե որտեղ ինչ է կատարվում, որ տեղամասում ինչ չափի կեղծիքներ են։ Ուրեմն ընտրակեղծիքների չափման մեխանիզմ է։ Նման եղանակը Խաչատրյանի կարծիքով հնարավորություն է տալիս արագ ամփոփել ընտրության արդյունքները, ինչպես նաև լուծել ընտրակեղծիքների, այն է ուրիշի փոխարեն քվեարկությունները բացառելու խնդիրները։ Լուսինե Նորեկյան, Արմրադիո։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում վերաբացվել է արագ արձագանքման խումբը։ Պաշտպան Կարեն Անդրասյանն ու 9 հասարակական կազմակերպություններ փոխգործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի նոյեմբերի 1-ից խումբը դարձյալ աշխատանքները կվերսկսի նոր թարմացված կազմով։ Թեման լուսաբանում է Զարուհի Մեջլումյանը։
Եթե խախտվել են ձեր իրավունքները եւ դուք իրավաբանական անհետաձգելի օգնության կարիք ունեք, մտապահեք 116 երանիշ ու հիշվող հեռախոսահամարը։ Վաղվանից դուք կարող եք զանգահարել օպերատիվ եւ շուրջօրյա գործող այդ համարով եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղակայված արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները կշտապեն ձեզ օգնության։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առանձնահատուկ շեշտեց հասարակական կազմակերպությունների դերը մարդու իրավունքների խախտման դեմ պայքարի գործում։ Պաշտպանը իրավունք ունի մուտք գործել, պաշտպանի ներկայացուցիչը իրավունք ունի մուտք գործել ցանկացած զորամաս, ցանկացած փակ հաստատություն։ Եվ այդ մոնիտորինգային այցերի ճանապարհով դու հող ես նախապատրաստում, որ եթե լինի հանկարծ մի իրավիճակ, որ կարիք լինի արագ արձագանքման կամ աջակցության, մարդիկ կարողանան մեզ դիմել։ Իսկ հասարակական կազմակերպությունները ունեն հանրային վստահության որոշակ։ Այսինքն մենք ունենք իշխանություն, իսկ հասարակական կազմակերպությունները ունեն որոշակի վստահության կրեդիտ մարդկանց մոտ։ Հետևաբար համատեղելով այս երկուսը մենք հույս ունենք, որ դուրս կբերենք այն խնդիրները, որոնք լատենտային կան եւ հիմա տեղյակ չենք դրանց մասին։ Պաշտպանին օգնելու են 9 հասարակական կազմակերպություններ, որոնք փորձ ունեն իրավապաշտպանական գործունեության։ Դրանց թվում է Սոցիալական արդարություն կազմակերպությունը։ Նախագահ Աշա Գասպարյանը կարևորեց խմբի վերաբացման նշանակությունը։ Եթե ոչ առաջի անգամ, գոնե եզակի անգամներից մեկն է, որ հասարակական կազմակերպությունները եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ինքը մարդու իրավունքների պաշտպանը կազմելու են մի ամբողջ թիմ եւ թիմային համագործակցության շնորհիվ է, որ կարծում եմ, որ կհասնենք հաջողությունների։ Արագ արձագանքում իրականացվելու է հետևյալ գործիքներով՝ իրավական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում այցելություն, տեղեկատվության փոխանցում պատկան մարմիններին կամ տեղեկատվության ճշգրտում։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպությունից Արման Դանելյանի կարծիքով խումբը շատ կնճռոտ հարցեր կարող է բարձրացնել։ Երբ մենք խոսում ենք բռնությունների մասին Հայաստանում, գոնե իմ համար առաջի հերթին հիշում եմ բանակը եւ ոստիկանությունը եւ հատկապես ոստիկանությանը վերջին տարիներին հաջողվում էր ոստիկանության բաժինները զերծ բերել հասարակական վերահսկողությունից, չնայած որ մենք բավականին ջանքեր էինք թափում, որպեսզի այդ վայրերը եւս դառնան թափանցիկ, որպես ամենավտանգավորը խոշտանգումների առումով մեր տեսանկյունից։ Հուսով եմ այս համագործակցությունը վերջապես հնարավորություն կտա այդ վայրերում եւս հայտնաբերել եւ կանխարգելել, իսկ հայտնաբերելով նաեւ կանխարգելում ենք բռնությունները մեր քաղաքացիների նկատմամբ։ Արագ արձագանքումն իրականացվում է այն բոլոր դեպքերում, երբ մարդն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, ենթարկվել դաժան անմարդկային վերաբերմունքի կամ կա նման սպառնալիք, երբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորը կամ դատապարտյալը ենթարկվել են ծեծի ու խոշտանգման, զորամասում տեղի ունեցել խոշտանգում, զինվորական ծառայություն են զորակոչել անձի, ով ունի առողջական լուրջ խնդիրներ եւ այլն։ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության անդամ Ժորժետ Ամեսրոպյանն էլ նշեց, որ թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է մարդու իրավունքների ոլորտում շատ դժվարությունների դիմակայել։ Մենակ պայքարելը առանց համագործակցության, հատկապես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, իսկապես մեզ համար դժվար է։ Այնպես որ մենք համոզված ենք, որ այս աշխատանքները համագործակցության կլինի ավելի արդյունավետ։ Արագ արձագանքման ծառայությունը իրականացվելու է մարդու իրավունքների պաշտպանի եւ հասարակական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական եւ նյութական ռեսուրսներով։ Պաշտպանը նշեց, որ պետբյուջեից առանձին ֆինանսական միջոցներ չեն տրամադրվել խմբի գործունեությունն ապահովելու համար։ Ունենալով այս պահին ոչ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում, չունենալով այս պահին միջազգային որևէ դոնորից ֆինանսավորում, մենք փորձում ենք մեր ներսի եղած ուժերով, իսկ ներսի եղած ուժեր հասկանում ենք մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այդ փոքրիկ բյուջեն, որի մի կտորը ավելացնելով այսքան հասարակական կազմակերպությունների ներուժին փորձում ենք վերականգնել այդ ծառայությունը։ Թեժգիծը գործելու է նաև ոչ աշխատանքային, տոնական ու հիշատակի, նաև հանգստյան օրերին 116-ի բոլոր մուտքային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Ազգային ժողովին ներկայացված 2012 թվականին պետբյուջեի նախագծով հարկային եկամուտները կազմելու են 910 միլիարդ դրամ։ Համախառն ներքին արդյունքը լինելու է 4 տրիլիոն 218 միլիարդ դրամի չափով։ Հնայի ներքին արդյունքի 0.4%-ով պակաս է լինելու սպասվածից։ Եվ հարկային եկամուտներն ու տուրքերը լինելու են 732 միլիարդ դրամի չափով։ Կառավարության պատրաստած հարկային նոր փաթեթի եւ հարկային օրենսդրական փոփոխությունների արդյունքում 101 միլիարդ դրամը կհամարվի պետբյուջեն։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ընդգծում է, որ հարկահավաքությունը միարժեք չէ եւ կարող է առաջացնել հանրության դժգոհությունը, եւ դեռ պարզ չէ, թե որքանով դա կարող է նպաստել պետության տնտեսության հետագա զարգացմանը։ Սոնա Կարապետյանի անդրադարձը։
Սխալ է տարեսկզբին ընդունել յուրաքանչյուր հարկային փոփոխություն, համոզված է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Պետք է տնտեսվարողներին հնարավորություն տալ իրենց տնտեսական գործառույթները համաձայնեցնել նոր հարկային փոփոխությունների հետ։ Վկայակոչելով պետբյուջեի փոփոխությունները Վազգեն Սաֆարյանը նշում է, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ որոշակի լարվածություն կարող է առաջացնել սոթվճարումների նվազագույն չափի փոփոխությունը։ Նվազագույն 7000 դրամի փոխարեն այսօր առաջարկվում է, որ դա դառնա 9000 դրամ։ Եվ կարծում եմ, որ սա որոշակի իմաստով դրական միտումներ կարող է ունենալ, բայց քանի որ տնտեսվարողները միանգամից պատրաստ չեն լինի այս գործառույթի իրականացմանը, սա կարող է որոշակի տեղատվություններ առաջացնել գործատուների մոտ եւ կարող է սա նույնիսկ հանգեցնել որոշակի ստվերային մոտեցումների։ Հարկային փոփոխություններով գինու, կոնյակի, սպիրտի, գարեջրի ակցիզային հարկի որոշակի փոփոխությունների համաձայն դրանք հավասարեցվել են ներմուծող ապրանքներին։ Կառավարության կողմից դա բացատրվում է առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելու հանգամանքով, սակայն Վազգեն Սաֆարյանը մատնանշում է խութերը։ Պետք է հնարավորինս ավելի նպաստավոր պայման ստեղծենք տեղական արտադրողի համար, որ մեր տեղական արտադրության ծավալները մեծանան, որ աշխատատեղերը ապահովվեն, որ մենք կարողանանք ավելի նպաստավոր պայմաններով ունենանք մեր ապրանքների արժեքը, գինը եւ արտահանելուց էլ նրանք որոշակի նպաստավոր իրավիճակում հայտնվեն, բայց այս միտումը նույնպես նախ սոցիալական լարվածությունը մեծացնելու իմաստով այս հարկատեսակի բարձրացումը հենց բնակչության վրա է տեղափոխում, ոչ մի գործատու չեմ կարծում, որի շահույթների հաշվին ապրանքի գինը նույնը կպահի, նրանք սա կտեղափոխեն բնակիչների վրա։ Հարկային օրենսդրության մեջ տույժերի եւ տուգանքների տեսքով եւս փոփոխություններ են սպասվում։ Նախկինում կատարված խախտումների համար 150,000 դրամի չափով տուգանքի փոխարեն այժմ տուգանքը կազմելու է 300,000 դրամ։ Կրկնակի խախտումների դեպքում գումարի չափը կհասնի 600,000-ի։ Ենթադրենք մեկը կրպակ է աշխատեցնում եւ սիգարետ է ընդամենը վաճառում։ Նրա տարեկան եկամուտը կարող է 600,000 դրամ չլինել, բայց նրանք կարող են այդքանով տուգանել։ Սա կբերի նրան, որ փոքր ձեռնարկությունները, փոքր տնտեսությունները կարող են իրենց որոշակի անփութության պատճառով զրկվել իրենց տնտեսական գործառույթներ իրականացնելուց։ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը անդրադառնալով բյուջեի սոցիալական ուղղվածությանը փաստում է, որ բավականին սոցիալական հատկացումներ են լինելու։ Նախորդ տարվա 271 միլիարդ դրամ հատկացումների փոխարեն այս տարի հատկացվելու է 307 միլիարդ, այսինքն մոտ 35 միլիարդ դրամ ավելի։ Այնինչ Վազգեն Սաֆարյանը ճիշտ է համարում բյուջեի ոչ թե սոցիալական, այլ ներդրումային ուղղվածությունը։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Վազգեն Սաֆարյանն անդրադարձավ նաև առևտրի ազատ գոտուն։ Մասնավորապես նշեց, որ այս կառույցին Հայաստանի անդամակցությունը նպաստավոր դաշտ կստեղծի հայ արտադրողների համար եւ կխթանի տնտեսության զարգացմանը։ Այսինքն անդամակցված երկրների հետ առանց ավելորդ խոչընդոտների ու մաքսային ռեժիմների ապրանքներ արտահանելն ու ներմուծելը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության մեջ։ Նկատում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Մի հուսադրող հանգամանք, որ ես ուզում եմ հույս ունենալ, այն էր, որ Պուտինը հայտարարեց, որ գազի գինը կարող է վերանայվի։ Եթե նման բան լինի եւ նրանք գազի գինը փորձեն պահպանել կամ քայլեր տանեն այդ ավելի օպտիմալացնելու, սա ինչ որ չափով նաեւ կխթանի մեր տեղական արտադրության, մասնավորապես մեր կաուչուկի, նայրիտի, քիմպրոմի, որոնք գազ են օգտագործում։ Կարծում եմ, որ ազատ առևտրի գոտուն միանալու պայմանագիրը կխթանի մեր տնտեսվարող սուբյեկտներին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելարուսի, Ղազախստանի։ FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Երկիր մոլորակի բնակչությունը 7 միլիարդ է դարձել։ Հայերը պահանջում են քրդերից լքել Բեյրութը։ Տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը Ղարաբաղյան հարցի վրա։ Այժմ այս մասին առավել մանրամասն։
Լիբանանի Հոիդա կառույցը տեղաբնակ քրդերից պահանջել է լքել Բեյրութի մի շարք թաղամասեր։ Այս մասին Al-Mustaqbal թերթին ասել է Լիբանանում գործող քրդական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մահմուդ Սիվալան։ Վերջինիս խոսքով հայերը քրդերից պահանջել են լքել Բեյրութի հայաշատ թաղամասերը Բուրջ Համուդը, Դորան եւ Նեբաան։ Նրանք ասում են, թե քրդերը մասնակցելով Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին անհանգիստ իրավիճակ են ստեղծել Բեյրութում։ Բացի այդ, հայերը պնդում են, թե քրդերը թմրամիջոցներ են օգտագործում եւ անընդհատ խախտում են օրենքը, փոխանցում է թերթ AM կայքը։ Ըստ լիբանանյան մամուլի վերոնշյալ տեղեկությունը մեկնաբանել է Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Լիբանանի խորհրդարանի падգամավոր Հակոբ Բագրատունին, նշելով, որ քրդերի արտաքսման հետ կապված լուրերը որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, ուղղակի դա կապված է Բեյրութի որոշ շրջաններում քրդերի գործողությունների արդյունքում առաջացած անվտանգության խնդիրների հետ։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիք Շահնազարյան։ Եվ այսպես Լիբանանի Հոիդա կառույցի փոխանցմամբ Բեյրութում հայերը պահանջում են քրդերից անհապաղ լքել հայկական հայաշատ այդ համայնքը եւ Հոիդա կառույցի ղեկավարի, եթե չեմ սխալվում, մեկնաբանմամբ սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Ինչ կասեք այս մասին դուք, խնդրեմ։ Այո, մամուլում տարածվել է Բագրատունու հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ իսկապես հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները փորձում են քրդերին դուրս հանել Բեյրութի հայաբնակ թաղամասերից եւ շեշտը դրվում է հիմնական սոցիալական խնդիրների վրա։ Նրանք պնդում են, որ քրդերը բավական աղմկոտ են, անկարգ են իրենց պահում, շատ օգտագործում են թմրանյութեր եւ այլն, եւ այդ ամենը խախտում է հասարակական կարգը։ Իրականում հայ-քրդական բախումներ այդ տարածքում հաճախ են լինում եւ ունի իսկապես պատմական հիմքեր, բայց այս անգամ ավելի կարևորվում է այս խնդիրը այն հանգամանքով, որ Բեյրութի քրդերը մեծ մասը նրանց առաջնորդների հաճախ անցնում են Սիրիա եւ այնտեղ մասնակցում են հակակառավարական այցույցերին եւ բավական վտանգավոր իրադարձություն է ստեղծում տարածաշրջանում։ Հայտնի է, որ Սիրիան բավական մեծ ազդեցություն ունի Լիբանանի վրա եւ այնտեղ տեղի ունեցող գործընթացները մեծապես ազդում են նաեւ Լիբանանում ընդհանրապես եւ տեղի հայության վրա մասնավորապես։ Ես փորձեցի խնդիրը ավելի հստակ հասկանալու համար կապնվել Բեյրութ, խոսեցի հնչակյանների հետ, ցավոք սրտի նրանք կարծես թե այդ կուսակցական տարաձայնությունները այնտեղ շատ ընդգծված է եւ շատ չեն մասնակցում այդ իրադարձությանը, բայց այն որ քրդերը իսկապես խնդիրներ են առաջացնում տեղի հայ բնակչության համար եւ սա մեկ փաստ է, որ նշում է, եւ երկրորդը, որ քրդերը խնդիր են առաջացնում ոչ միայն հայության, այլ նաեւ Լիբանանի իշխանությունների համար եւ կարծես թե այստեղ կարելի է խոսել որոշակի համաձայնության մասին։ Թերևս այս է պատճառը, որ այս անգամ այդ խնդիրը այդքան մեծ հնչեղություն ստացավ։ Մտավախություն չունեք, որ եւ առհասարակ չկա արդյոք այն մտավախությունը, որ այ առաջիկա օրերին կամ ուշ թե շուտ միջեթնիկ այս բախումները կվերաճեն եւ ավելի ընդգրկուն մասշտաբ կունենան եւ արդյոք չի կրկնվի նույն Լիբիայում տեղի ունեցած սցենարը։ Սցենարների մասին դեռևս կարծեմ եմ վաղ է խոսել, բայց այն, որ իրավիճակը բավական լարված է Լիբանանում, դա հայտնի փաստ է եւ ցավոք սրտի այնտեղ այնպես է ստացվում, որ ամեն տղամարդ զինված է ման գալիս եւ հետեւաբար բախումները կարող են լինել։ Այստեղ առաջի հարցը մեզ հետաքրքրող դա տեղի հայ բնակչության անվտանգության խնդիրն է։ Իհարկե ես ցավոք սրտի այս բանը դեռևս լավ տեղեկացված չեմ, թե ինչ աստիճանի է հասել կոնֆլիկտը հայերի եւ քրդերի միջեւ Բեյրութում, սակայն մտահոգություն իսկապես կարող է լինել եւ այդ բախումները կարող են բերել անցանկալի հետևանքների։ Այստեղ իսկապես կարեւոր է հասկանալ եւ հայկական կողմի եւ քրդական կողմի, այսպես ասած, մաքսիմումը, հնարավորությունների եւ կենտրոնական իշխանությունների արձագանքը։ Այնուամենայնիվ պատասխանատվությունը ընկնելու է կենտրոնական իշխանությունների վրա եւ նրանց շահերից է բխում ժամանակ օր առաջ, ժամ առաջ շուտ կանգնեցնել հնարավոր կոնֆլիկտի սրումը։ Եթե վերլուծենք այսօրվա ներկա պահին ինչ է կատարվում Բեյրութում, ինչ կարող ենք փաստել, սա ինչի հետևանք էր ի վերջո։ Փոքր պետություններ աշխարհակաղակական լավ այսպեսի կարևոր դիրքերում գտնվելով բավական շատ մարտահրավերների են հանդիպում, թե ներքին, թե արտաքին։ Ցավոք սրտի այնպես է ստացել, որ տրադիցիոն պրոհայկական դիրքորոշում ունեցող եւ հայերի հանդեպ լավ վերաբերմունք ունեցող Լիբանանը հայտնվել է փաստորեն Իսրայելի, Սիրիայի, Իրանի, Արևմուտքի մրցակցության այդ
դաշտում եւ անդադ զգում է ճնշումները բոլոր կողմերից եւ կարծես թե չի կարողանում հստակ պատնեշներ դնել այդ ճնշումների շահերի բախման կենտրոնը։ Այո, շահերի բախման կենտրոնն է, այն հիմնականում այսօր գտնվում է Սիրիայի ազդեցության տակ, Սիրիայի իշխանություններին օգնում են բնականաբար Իրանը եւ նրանց դեմ շարժումը ղեկավարվում է այս բանը կարծես թե Թուրքիա եւ Արևմուտքի կողմից եւ այս բոլոր գլոբալ խաղերի մեջ պահել անվտանգությունը ներքին կայունությունը բավական դժվար է Լիբանանի համար, չունեն պարզապես այդ պոտենցիալը եւ այնտեղ իրավիճակի կարգավորումը կարծես թե կապված է ավելի գլոբալ գործընթացների հետ, որոնց սկիզբը եւ վերջը, այսպես ասած, դեռևս չի երևում։ Դրա համար խոսե կայունության մասին Լիբիայում այսօր բավական վաղ է եւ փաստ չունենք նման բաներ արձանագրելու։ Այո, կա հայկական համայնք, որը ունի բավական ամուր դիրքեր երկրի ներսում եւ որը կարող է այս պահին լուծել իր խնդիրները, բայց զարգացումները ինչպես կլինեն եւ թե ինչ էմիսարներ կուղղորդվեն դեպի Լիբիա եւ երբ, սա արդեն կարծում եմ, որ կանխատեսելի չէ դեռևս։ Ամեն դեպքում չի բացառվում այդ նույն էմիսարների ներխուժում ասեմ, մուտք ասեմ, խաղաղարար զորքեր ասեմ ՆԱՏՕ-ի կողմից, չգիտեմ, նման մոտեցում միջազգային վերջո միջէթնիկ բախման կարող է վերաճել հայ-քրդական այս։ Ամեն ինչ կախված է այս բանում Սիրիայում տեղի ունեցող կառավարության եւ ընդդիմադիր ուժերի միջև բախումներից։ Եթե Բաշար al-Ասադի իշխանությունը դիմակայի այդ պատերազմի, որը արդեն 7 ամիս է շարունակվում է եւ 3000-ից ավել զոհ ունեն Լիբիայում, ապա կարելի է ասել, որ Լիբանանը զերծ կմնա ցնցումներից։ Եթե Սիրիայում հաջողության հասնեն արևմտյան ծրագիրները, Լիբանանը կդառնա ինքնաբերաբար այդ նույն գործընթացների զոհ եւ այնտեղ այլևս ոչինչ անել հնարավոր չի լինի։ Այսինքն կարելի է փաստել կամ եզրահանգել, որ սա ի վերջո ուզենք թե չէ քաղաքական աստառ ունի, քաղաքական ենթատեքստ ունի եւ չենք կարող կապել միայն այս բախումը, այս նոր սկիզբ առնող, բայց բավականին լուրջ նախադեպ ունեցող սոցիալական եւ միայն անվտանգության խնդիրներ։ Իհարկե, միանշանակ, այստեղ սոցիալական խնդիրները ամենաչնչին դերն են տանում եւ պատճառ են հանդիսանում դիրքորոշում արտահայտելու համար։ Իրականությունում մերձավ արևելքում քրդերը այն գործոնն են, որը տարբեր ժամանակահատվածներում արևմուտքի կողմից կամ տեղի պետությունների կողմից օգտագործվել են իրենց քաղաքական նպատակների համար։ Այո, այստեղ խնդիր կա իրավիճակը անկայունացնելու եւ Լիբիայում եւ Սիրիայում եւ օգտագործվում է քրդական գործոնը, ինչպես դա արվեց ժամանակին Իրաքում եւ այսօր փաստորեն Իրաքում ստեղծվել է անկախ Քուրդիստան։ Այդ գործոնը օգտագործվում է եւ տեղի իշխանությունների խնդիրը, իմ կարծիքով նաեւ հայերի խնդիրը, որոնք աջակցում են իշխանություններին, հնարավորինս շուտ ճնշելն է քրդերի ակտիվացումը եւ հենց Բագրատունու եւ Լիբանանի հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ այդ հայտարարությունը հենց այս խնդիրն է լուծում։ Այո, ցավում եմ, որ հայերն են դուրս գալիս առաջի պլան, կարծես թե, բայց սա այն իրողությունն է, որը այնտեղից ավելի լավ է երևում։ Իսկ եթե հաշվի առնենք այդ ճնշման հետևանքով արտաքին քաղաքականության մեջ որևէ մտահոգություն չունենք, չգիտեմ, Արևմուտքի կողմից կամ Եվրոպայի կողմից որոշակի նոտաներ Հայաստանի կամ հայ համայնքի հասցեին։ Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ Արևից եմ կրկնում հաշվի առնելով Սիրիայում ներքաղաքական ծայրահեղ վիճակը։ Իհարկե, կարող է փորձել ինչ-որ մի կերպ ազդեցություն ունենալ տեղի հայերի վրա Հայաստանի պետության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելով, սակայն կարծում եմ սա անհեռանկար գործընթաց է եւ Արևմուտքում հասկանում են, որ այնտեղ հայ համայնքի հայտնվելը եւ այդ դիրքերը ձեռք բերելը նաեւ իրենց մեղքն է որոշ չափով, որովհետեւ ժամանակին փաստորեն իրենց պարտավորությունները չկատարեցին որպես անվտանգության երաշխիք եւ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ստիպված եղավ այլ տեղերում բնակվել։ Կարծում եմ, որ հայկական գործոնը այնուամենայնիվ այն դերը չի ունենա, որը թույլ կտա մեծ գործընթացներ սկսել։ Այնտեղ կան կրոնական շարժումներ, հզոր այնտեղ կան միջէթնիկ ավելի լուրջ բախումներ, արաբա-քրդական, իսրայելական եւ այլն, եւ այս ամենի մեջ հայերը կարծես թե այդ դերակատարումը չեն կարող ունենալ, որպեսզի թույլ տա մեզ կարծել, թե Հայաստանն ինչ-որ կերպ ստիպված կլինի ներգրավել այդ գործընթացներին։ Պարոն Մելիք-Ջանազարյան, որպես ամփոփում կուզենայինք փաստենք, որ ի վերջո այս սկիզբ առած բախումների շուտ մեզ պետք է շուտ զսպել, շատ արագ, այո, կանխել այս բախումները եւ դրանով իսկ չվտանգել հայաշատ մեր
Բեյրութահայ համայնքի անվտանգությունը։ Ցավոք սրտի վերջին 100 տարիների ընթացքում մենք անչափ մեծ մարդկային ռեսուրսներ ենք կորցրել եւ ցանկացած նոր կորուստներ դա մեր ազգի համար բավական մեծ հարված կլինի եւ շատ ցավալի կլինի։ Իհարկե հասկանում ենք, որ դա մեր պատերազմը չէ, դա մեր տարածաշրջանը չէ, պարզապես այնտեղ հայերին հյուրընկալել են հիմնականում արաբ ժողովուրդը եւ դա բարոյական, այսպես ասած, պարտքն է իրենց աջակցել դժվար պահին արդեն այն երկրներին, որոնք ժամանակին իրենց օթևան են տվել։ Բայց այնուամենայնիվ իհարկե պետք է հասնել ամենի, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներով եւ առանց ներգրավելու հայերը այնուամենայնիվ դուրս գան այդ գործընթացներից։ Մենք չենք կարող հանգիստ նստել եւ տեսնել, թե ինչ է կատարվում։ Այո։ Եվ կուզենայի ձեր նշեք, թե ինչ է պետք պետական մասշտաբով անել։ Պետական մասշտաբով պետք է վերաբնակեցնել այդ մարդկանց իրենց հայրենիքում, ազատագրված տարածքներում, Արցախի, Հայաստանի մարզերում եւ այլն։ Հասկանում եմ այդ խնդիրների բոլոր դժվարությունը, բայց այնուամենայնիվ մենք կլինի դա բախման արդյունքում, տեսել են դա փոխության արդյունքում, այնուամենայնիվ կորցնում ենք մարդկային ռեսուրսներ, որոնք այսօր հայ են, վաղը մյուս օրը ասիմիլյացիայի ենթարկվելով կտրվում են իրենց հայրենիքից։ Մեզ համար իրենք, մեր հայրենակիցները արժեք են որպես հայ, իսկ իրենց հայությունը պահպանելու առաջի խնդիրը եւ անվտանգ դարձնելու առաջի խնդիրը դա հայրենիքում վերաբնակեցնելն է։ Այսինքն այս պահին առաջարկում եք, որպեսզի Բեյրութից անվտանգությունը հաշվի առնելով մեր հայրենակիցների տեղափոխենք մեր հայրենիք։ Այո, ժամանակին նման խնդիր դրվեց, փորձեց իրականացվել նաև Իրաքի դեպքում, որտեղ դարձյալ հայեր կային եւ կարծես թե ուրիշի պատերազմի զոհը դարձան։ Որոշ ընտանիքներ եկան եւ բավական լավ ինտեգրվեցին մեր իրականությանը եւ բնակվում են այսօր Արցախում եւ Հայաստանում եւ Փառք Աստծո ամեն ինչ լավ է։ Լավ կլիներ, եթե վտանգավոր գոտիներում սրանք համենայն դեպս թիրախային առաջային խմբերն են, որոնք պատրաստ են եւ կարող են վերադառնալ հայրենիք։ Սոցիալական պայմանները այնտեղ շատ ավելի լավ չեն, քան Հայաստանում, շրջապատված են փաստացի մուսուլմանական շրջապատում են գտնվում եւ իրենց համար բավական կարեւոր է կապը հայրենիքի հետ ավելի ուժեղացնելը։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք քաղաքագետ, փորձագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Խնդրի շուրջ իր մեկնաբանություններն ու նկատառումներն է ներկայացրել նաև Ազգորաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Քրդերը միջև վերջերս դեռևս ուրեմն լիբանանյան քաղաքական դաշտում չէին ներկայացնում որպես ֆակտոր, նրանք հաշվի չէին առնվում կամ չկային։ Չնայած վերջի 20 տարիներին բավական մեծ աճ են ունեցել թվականակի իմաստով, առաջի հերթին սա այս ամբողջ ես կարծում եմ, որ հետևանքի այն բանին, որ ամբողջ տարածաշրջանում քրդերը վերածվում են այսպես ֆակտորի։ Թուրքիա, Սիրիա եւ Իրաք, հատկապես այս երկրներում ինչու՞ չէ նաեւ ինչ-որ չափով Բաշկաստան, բայց նկատի ունենալով Լիբանանում նրանց քաղաքականորեն չներկայացված ազդու ներկայացության մասին է խոսքը վիճակը, ես համամիտ եմ պարոն Բագրատունու այդ մեկնաբանությանը, որ քաղաքականը կարելի է փնտրել կենցաղայինից հետո բախումների պատճառը հիմնականում կենցաղայինն է եւ նկատի ունենալով հատկապես այն հատվածը բուրչամուտ հայաշատ թաղամասի, որտեղ քրդերն են բնակվում եւ որտեղ լիբանանյան պատերազմից առաջ բնակվում էին ուրեմն շիիտները եւ պաղեստինցիներ։ Նրանց փոխարեն հիմա քրդերը լծվեցին պատերազմից հետո եւ բավական այսպես տարածքային իմաստով ագրեսիվ են։ Բայց դա ոչ մի կարելի չէ ասել, որ լուրջ քաղաքական հետևանքներ կունենան հատկապես Լիբանանի տարածքում, որովհետև կրկնում եմ, նրանք այդ ֆակտորը չէ եւ նույնիսկ այդ 17 համայնքների մեջ Լիբանանը կազմող նրանց հաշվի չեն առել հիմնադրման ժամանակ երկրի։ Այստեղ մենք խնդիր ունենք այո Նաբա նախկին կոչված շրջանի, որը Բուչամուտի հարավային կողմն է կազմում, ուրեմն այդ շրջանում մենք խնդիր ունենք այն առումով, որ քրդերը հետզհետե թափանցում են զուտ հայկական
Արագած եւ այլն թաղամասեր եւ փաստորեն որոշ խնդիրներ են ստեղծում եւ դրանց մի մասը չեզոքացնելու կոչված քայլեր են կատարվում, այդքանից հայ հեղափոխական դաշնակցությունն է այնտեղ այդ թաղամասում տիրապետող եւ նրանք այդպիսի միջոցառման են գնացել, ինչքան ինձ հայտնի է։ Դեռևս Լիբանանի հետ Բեյրութի հետ չեմ խոսել, բայց եղած տեղեկություններից կարելի է այդ քաղել միայն։ Պարոն Ավետիքյան, ինչպես եք կարծում, որքանով է վտանգված այդ հայաշատ բնակավայրերի մեր հայրենակիցների կյանքը եւ ինչ պետք է ձեռնարկել, ինչ քայլերի պետք է դիմենք մենք արդեն պետական ուղղակների մասշտաբով։ Այստեղ ուրեմն կյանքի սպառնացող բան ես չեմ տեսնում մերոնց, այլ ծավալային ուրեմն ծավալապաշտական ինչ-որ բաներ, իրենց տարա խանութներ, փողոցներ, ունեցվածք, այս խնդիրներն են եւ ոչ թե ասենք քաղաքական կամ հայերին ուղղակի սպառնացող բան։ Նախազգուշական ձև է սա, որը սակայն ես վստահ չեմ, որ չի օգտագործվի հետագայում քաղաքական նպատակներով։ Նկատի ունենալով Սիրիա, հատկապես Լիբան եւ Սիրիա տիրող վիճակը շատ այսպես այդպես զգայուն է խոցելի վիճակներ կան երկրում եւ հավասարակշռության փոքրիկ խախտումն անգամ հատկապես Լիբանանի նման երկրում կարող են հետևանքներ ունենալ, լուրջ հետևանքներ ունենալ։ Այնպես որ դրան չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կունենա անմիջապես, բայց վտանգավոր է ամեն ինչ Լիբանանի տարածքում, որը ուրեմն բախումնային վիճակ է ստեղծում։ Թե ով կօգտվի դրանից եւ օգտվողներ հաստատ որ կլինեն, պետք է շատ զգուշ լինել։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ կարող ենք, այսինքն պետականորեն Հայաստանը, Երևանը ինչ կարող է անել այս հարցում։ Ինձ թվում է, որ պետք է ամեն գնով աշխատել մարել այդ օջախը եւ մղել մարդկանց, որպեսզի տեղում իրար միջև գտնեն համապատասխան համաձայնությունների կան։ Հիշեցնեմ, որ Բեյրութում ծավալվող հայ քրդական դեպքերի շուրջ հեռախոսով մեկնաբանեց ԱԶ գորաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Տարածաշրջանային զարգացումներին է անդրադարձել նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Դրանց ազդեցությունը կզգանք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, իսկ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա, Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապերի զարգացումը Ալեքսանդր Մանասյանը բնականon երևույթ է համարում։ Մանրամասնում է Լուսինե Նորեկյանը։ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելության մեջ կար որոշակի նոր շեշտադրություններ, որոնք կապված են ոչ միայն տարածաշրջանային զարգացումների, այլ նաև այդ կոնտեքստից դուրս, ավելի գլոբալ զարգացումների հետ, ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը եւ նշում, որ հնարավոր է շուտով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի վրա զգացվի համաշխարհային գործընթացների հետքեր։ Ես առաջին հերթին նկատի եմ ունենում Թուրքիայի նոր ռազմավարությունը, արտաքին քաղաքական կապված այն բանի հետ, որ ինքը նորից վերադառնում է օսմանիզմի գաղափարախոսությանը եւ նեոօսմանիզմը դարձել է նրա գործնական քաղաքականության վեկտորը։ Քաղաքագետի կարծիքով այս գործընթացներն ունեն ոչ միայն նեղ տարածաշրջանային իմաստ, այլ նաև կապված են եվրասիական մեծ տարածաշրջանների հետ, որտեղ իրար հաջորդող դեպքերը չեն կարող լինել առանց Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների գիտությամբ եւ ազդեցությամբ։ Խոսելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին, քաղաքագետը նշել է, որ համանախագահները կարևորություն են տալիս հակամարտող կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ Եթե մենք ռեալ գործընթացների ռեալ բովանդակությանն ենք նայում, դժվար չէ նկատել, որ դա այն ինչ նրանք անվանում են տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորում, դա առաջին հերթին կապում են Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխության հետ, որովհետև անվստահության աղբյուրը գտնվում է Բաքվում։
Ալեքսանդր Մանասյանի խոսքով, եթե այս վստահության մթնոլորտը առաջին պլան է մղվում, ապա այն պետք է կապել մեծ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների հետ։ Համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ նշում են, որ իրենք եղել են Երևանում, Ստեփանակերտում, հետո Բաքվում։ Դրանով ըստ քաղաքագետի սառը ջուր լցնելով Ադրբեջանի այն ցանկությունների վրա, որոնք կապված են բանակցությունները երկկողմ դարձնելու հետ։ Քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանը ցանկություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ տետատետ նստել բանակցությունների սեղանին։ Լուսինե Նորեկյան, ARM ռադիո։ Այլ թեմաների մասին։ Այսօր երկիր մոլորակի բնակչությունը 7 միլիարդ է դարձել։ Հոբելյանական նորածինը ռուսական Կալինինգրադում է ծնվել։ Անունն է Նիկոլաև Պյոտր։ Բժիշկներն ու ՄԱԿ-ի դիտորդները ֆիքսել են ծննդյան ճշգրիտ ժամանակը 00:02։ Կալինինգրադն ընտրվել է ՄԱԿ-ի կողմից, քանի որ այնտեղ լինելու է մոլորակում դեմոգրաֆիկ իրավիճակների մասին միջազգային կազմակերպության զեկույցի շնորհանդեսը։ Ինչպիսին են մեր մոլորակի ժողովրդական պատկերը, ինչ միտումներ են նկատվում աշխարհում ու մասնավորապես Հայաստանում, պարզել է ARM ռադիոյի լրագրողը։ 1999 թվականին հայտարարվել է, որ տղան ծնված Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյում ավելացրել է բնակչության թիվը մինչև 6 միլիարդ մարդ։ Այդ ժամանակվանից ի վեր մարդկանց թիվը 1 միլիարդով ավել է եղել։ Գոյություն ունեն հետաքրքիր հաշվարկներ արված 1970-ականներին, որ երկրի սահմանային բնակչության թիվը կազմում է մոտ 60 կվադրիլիոն մարդ։ Դա թույլ է տալիս հաստատել, որ մոլորակը ավելի քիչ բնակչություն ունի, քան շատ։ Կարծիքները, որ մոլորակում շատ մարդ կա, հակասում են գոյություն ունեցող ժողովրդագրական տենդենսներին, իսկ վերջիններս բավական տխուր են, քանի որ բոլոր համաշխարհային տեղանքներում ծնելիության թիվը նվազում է աղետալի տեմպով, պնդում են փորձագետները։ Բնակչության 42%-ը ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ բացակայում է սերունդների առաջացումը։ Այդ գործընթացը ամենուրեք է տեղի ունենում եւ հանգեցնում է այն բանի, որ ամբողջ տարածքներում, նույնիսկ այնպիսի հսկա երկրներում, ինչպիսին Չինաստանն է, չկա սերնդափոխություն, այսինքն երեխա ավելի քիչ է ծնվում, քան ծնողներ։ ՄԱԿ-ի գիտնականները կազմել են բնակչության մահացության քարտեզը, որի համաձայն Ռուսաստանը մտել է երկրների տասնյակի մեջ, որոնք մահանալու են 800 տարի հետո։ Թե որքանով է հնարավոր նման կանխատեսումը, պատմում է Իգոր Բելոբորոդովը։ Существует такой прогноз, действительно. Գոյություն ունի նման կանխատեսում, բայց այն հեռու է իրականությունից։ Իմ գնահատականները ավելի իրական են։ 800 տարին հեռանկար չէ, որի շրջանակներում կարելի է սպասել մարդկության անհետացմանը, եւ ոչ միայն Ռուսաստանում։ Ծնելիության ցածր գործընթացները եւ նրանց նվազեցումը գլոբալ բնույթ ունեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա գծերը միանգամայն տարբեր են։ Դրանք սահմանափակվում են 21-րդ դարով։ Արդեն 2050-ին մենք կարող ենք հասնել 80 միլիոն մարդ հաշվառման, ինչը գրեթե 60 միլիոնով քիչ է, քան հիմա։ Ռուսաստանի համար դա սահմանային գիծ է, քանի որ իրենց բնակչության նման քանակով կարելի է գոյություն ունեցող սահմաններում տարածքներ պահպանել։ Нашей территории существующих границ. Իդեպ նշենք, որ Հայաստանին հեռանկարում վերացող ազգերի շարքին մասնագետները չեն դասում, չնայած նրան, որ ծնելիության աճը մեզանում ոչ այդքան զգալի կերպով է գերազանցում մահացության ցուցանիշները, այնուամենայնիվ գերազանցում է։ Սակայն ինչ վերաբերում է ծնելիության վերարտադրության պարզ ցուցանիշներին, այս հարցում մեծ խնդիրներ ունենք։ Մեկնաբանում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը։ Ծնելիության ավելի լիարժեք ցուցանիշը, որով բնութագրվում է վերարտադրությունը, դա ծնելիության գումարային գործակիցն է։ Ցուցանիշը մեր հանրապետությունում 2009 թվականին կազմել է 1.5, այսինքն ամեն մի կին իր վերարտադրողական տարիքում, այսինքն 15-ից 49 տարվա միջակայքում, ուրեմն կարող է ունենալ 1.5 երեխա, եթե պահպանվի ծնելիության տվյալ տարվա մակարդակները։ Իսկ որպեսի բնակչության պարզ վերարտադրություն տեղի ունենա, դրա համար անհրաժեշտ է, որ ունե այդ ցուցանիշը ծնելիության գումարային գործակիցը լինի 2.1, այսինքն ամեն մի կնոջ հաշվով ծնվի 2.1 երեխա, որպեսի վերարտադրվեն ամուսնական զույգը եւ մի փոքր ավելի այն անձանց հաշվով, որոնք որ ասենք վերարտադրողական գործառույթին չեն մասնակցում։ Իրավիճակը կարելի է փոխել, եթե իրականացվի ընդհանրական ընտանեկան կողմնորոշվածությամբ ռազմավարական ժողովրդագրական քաղաքականություն, ուղղված ընտանեկան արժեքների ստեղծմանը, բազմազավակությանը։ Բայց այս դեպքում լուրջ արդյունքների ստիպված կլինենք սպասել մի քանի տասնամյակներ։ Բայց եւ այնպես պետք չէ հուսահատվել։ Եթե ժամանակին սկսել միջոցներ ձեռնարկել, ապա փորձագետների գնահատմամբ 2065-ին կհաջողվի կասեցնել բնակչության թվի կրճատումը։ Անի Գյուրջինյան, ARM ռադիո։
Առողջապահության նախարարության կողմից երեխայի առողջության պահպանման ծրագրի շրջանակներում մշակվել է օրենք նախագիծ երեխայի կրծքով սնուցումը խրախուսելու նպատակով, որի շրջանակում էլ իրականացվելու է մայրերին համապատասխան տեղեկատվության տրամադրում եւ դրանց խոչընդոտող շարժառիթների կանխարգելում։ Մանրամասնում է Նունե Ավետիսյանը։ Երեխային կրծքով կերակրելը պետության համար շատ կարևոր խնդիր է դարձել։ Մայրերին համապատասխան տեղեկատվության տրամադրման եւ դրանց խոչընդոտող շարժառիթների կանխարգելման նպատակով ստեղծված օրենքի շրջանակներում պետությունը մտադիր է լուծում տալ այս նուրբ էթիկական խնդրին։ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշում է. երեխան կրծքով սնուցում ստանալու իրավունք ունի։ Օրենքը կոչվում է կրծքով սնուցման խրախուսման, այսինքն պետությունը անելու է որոշակի միջոցառումներ, որպեսզի խրախուսի կրծքով սնուցումը երեխային, որպես միակ եւ այլընտրանք չունեցող սնուցման միջոց, երեխայի adekvat ժամանակին եւ օպտիմալ սնունդը կազմակերպելու համար, ինչպես նաեւ կարգավորում են մանկական սննդի շրջանառությունը։ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փաստեց, որ արհեստական խառնուրդներով կերակրված երեխաների մոտ իմունիտետը շատ ցածր է լինում, ինչը հանգեցնում է հիվանդությունների առաջացման, ինչպես նաեւ մահվան։ Մահացած երեխաների խմբում կրծքով կերակրվել են ընդամենը 34% երեխաների, կենդանի երեխաների խմբում 90% կերակրվել են կրծքով։ Այսինքն դուք ակնհայտորեն մեր վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս, թե որքան նվազում է երեխայի մահանալու ռիսկը, կրծքով չկերակրվելու պարագայում երեխաները ավելի հաճախ հիվանդանում են փորլուծային հիվանդություններով, շնչառական հիվանդություններով, իմունիտետը լինում է ցածր, հատկապես նորածնային շրջանում։ Ես կրծք ուտող երեխաները 7-ից 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում եւ մոտավորապես 7 անգամ ավելի քիչ են մահանում։ Կարինե Սարիբեկյանը նշեց նաև, որ մայրերի 95%-ը կարող են կերակրվել կրծքով։ Մնացած 5%-ի դեպքում պետությունն է տրամադրում արհեստական կերերը համապատասխան չափաբաժիններով։ Երեխային անհրաժեշտ է կրծքով կերակրել նվազագույնը 6 ամիս, սակայն Հայաստանում վիճակագրական տվյալների համաձայն այդ ցուցանիշը կազմում է 2 ամիս։ Հայաստանում նորածինների մահացության թիվը գոնե 10%-ով կրճատելու միջոցներից է կրծքով կերակրելը, շեշտում է մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը, հավելելով, որ Հայաստանում այս ցուցանիշն այժմ տարեկան մոտ 60 երեխա է կազմում։ Արհեստական կերերը կարող են պարունակել մանրեներ, որոնք հնարավոր է անցնեն ներգործարանային միջոցով, հավելեց մանկաբույժը։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Առաջիկա 2 օրերին հանրապետությունում եղանակը պայմանավորված է լինելու անտիցիկլոնային դաշտով։ Հանրապետությունում անպամացությունը աստիճանաբար կնվազի եւ կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի տատանումների վերաբերյալ Arm Radio-ին տված հարցազրույցում ներկայացնում է արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։ Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա պարզեցման հետևանքով գիշերային ժամերին ջերմաստիճանները կնվազեն 2-ից 4 աստիճանով, իսկ ցերեկը ընդհակառակը։ Արեգակի արկայությամբ պայմանավորված 2-ից 4 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա։ Մայրաքաղաքում առաջիկա 2 օրերին տեղումներ չեն լինի, գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինի 1 աստիճան ցրտից 1 աստիճան տաքության, իսկ ցերեկը 13-ից 15 աստիճան տաքության սահմաններում։ 15 աստիճանից բարձր ջերմաստիճան չի սպասվում հանրապետության տարածքում։ Էնել կգրանցվի հովտային շրջաններում միայն։ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Տավուշի ցածրադիր մարզերում առավելագույն ջերմաստիճանները կլինեն 15 աստիճանի սահմաններում։ Թողարկման այս հատվածում Հրայր Նազարյանի պատրաստած սպորտային լուրերը ձեզ կներկայացնի Ժիրայր Ոսկանյանը։ Խնդրեմ, Ժիրայր։ Շնորհակալություն Արտակ, Arm Radio-ի ուղիղ եթերում նորությունների թողարկումը շարունակում ենք մարզական լուրերով։ Այսօր կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Հայ ցանրորդների նախապատրաստությունը շարունակվում է բնական անհունով։ Էլինա Դանիելյանը պատրաստվում է պատմական մեկնարկի։ Շիրակի ֆուտբոլիստը տուժել է ավտովթարից։ Յուրի Պատրիկեևի հերթական հաղթանակը, միաժամանակյա նոկդաուն։ Այժմ այս եւ այլ նորությունների մասին առավել մանրամասն։ Հայաստանի ցանրորդները շարունակում են բնականon հունով նախապատրաստվել նոյեմբերի 6-ին Փարիզում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Ուսումնամարզական գործընթացի վերջին զարգացումների մասին Arm Radio-ին ահա թե ինչ պատմեց Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, կարող եք թարմ տեղեկություններ հաղորդել հայ մարզիկների եւ մարզուհիների նախապատրաստության ընթացքի մասին։ Թարմ տեղեկությունները հետեւյալն են։ Հայաստանի Ծանրամարտի մեծահասակների հավաքական աղջիկների գտնվում է Աբովյանում ուսումնամարզական հավաքների մեջ, որը որ ամսի նոյեմբերի 5-ին պետք է ամբողջ թմով աղջիկների թմով
2 մարզիչի հետ մեկնեն Փարիզ։ Տղաների մեծահասակների տղաների հավաքականը գտնվում է Ռուսաստանի Պադոլսկ օլիմպիական բազայում ուսումնամարզական հավաքներում, որոնք ելի ամսի 6-ին պետք է մեկնեն Փարիզ։ Հավաքականը լավ փառքասու ֆորմի մեջ է, ուսումնամարզական հավաքները լավ են ընթանում, հավաքականը պատրաստ է, ոնց որ ասած, օլիմպիական ռեյտինգները ձեռք բերելու եւ ինչի՞ չէ դրա հետ մեկտեղել աշխարհի մեծահասակների մեդալներ նվաճելու։ Իսկ Պոդոլսկից ինչպես են Պոդոլսկում տեղավորվել մարզիկները, գիտեք, տես տեղեկություններ ունեք։ Օլիմպիական բազա է Պոդոլսկում, որտեղ մարզիկները տեղավորվել են բարձր կարգի հյուրանոցում, բարձր կարգի մարզումներով, ամեն ինչը նախատեսված է, ամեն ինչը ապահովված է բարձր սնունդի կարգով, վերականգնիչներով, բժշկական հետազոտություններով եւ բարձր մակարդակով, որտեղ այդտեղ միշտ եղել է մեր նախկին սովետական միության հավաքականը։ Վնասվածքներից հաջողվել է խուսափել։ Ոչ մի վնասված մինչև առայժմ չկա հավաքականը 10 մարզիկ մարզուհիների մեջ, որ Աստված ոչանի տես բան լինի, ներկա պահին այսօրվա դրությամբ բոլորը փառքասու նորմալ է։ Եվ վերջի հարցը հայ մարզիկներին առնչվող դոպինգային պատմության մասին նոր դրա մասին դիրապետում եք։ Ուրեմն հայ մարզիկների դոպինգների հետ կապված Պողոսյան Գևորգի եւ Գրիգորյան Էլենի հետ կապված ես արդեն մեկնաբանել եմ, ձեզ ասել եմ, որ բողոքարկվել է Հայաստանի Հանրամարտի Ֆեդերացիայի կողմից, խոսք են տվել մինչև դեկտեմբերի 10-ը մեր ներկայությամբ կբացային B ոնց որ ասած սրվակը եւ կապացուցվի կամ իրոք արել են, երբ ա եղել, ոնց ա եղել եւ ինչ խթանի չի եղել կամ չի եղել։ Էլինա Դանիելյանը կդառնա առաջին հայ շախմատիստուհին, որը կմասնակցի աշխարհում ուժեղագույններից մեկը համարվող Վեյկան Զեի ավանդական գերմրցաշարին։ Ստուգատեսի կազմակերպիչները նրա անունը ներառել են 2012-ի հունվարի 14-ից 29-ին անցկացվող հերթական փառատոնից C խմբի մրցաշարի մասնակիցների ցանկում։ Դանիելյանի մրցակիցներն են լինելու գերազանցապես տղամարդիկ, իսկ փառատոնի գլխավոր A խմբի մրցաշարին վերստին մասնակցելու է FIDE-ի աշխարհի դասակարգման սանդղակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը, որը այս մրցանակների կրկնակի դափնեկիր է։ Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցնում մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում։ Վերջին տուրերում խիստ անկայուն ելույթները մեր թիմին զրկեցին առաջատարի կարգավիճակից։ Առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը։ 3 տեղի ունեցած 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-5-0-5 հաշվով առավելության հասավ Ղրղստանի հասակակիցների նկատմամբ, սակայն բարելավել մրցաշարային դիրքը չկարողացավ։ Ռուսները համանման արդյունքով հաղթեցին չեխերին։ Երևանի Զեյթուն ակումբիսաները հաջող են մասնակցում Մոսկվայում ընթացող պատանի սամբիստ միջազգային թիմային մրցաշարին։ Խմբային փուլում 11-1 եւ 12-0 հաշվով հաղթելով համապատասխանաբար մոլդովական Բելցի եւ Օդեսայի վերածնունդ թիմերին եւ պարտվելով չեչենական Շամսուդինա ակումբին, հայ մարզիկները հաղթահարեցին խմբային փուլը։ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 27-րդ տուրում Երևանի բանանցին պարտվելուց հետո Գյումրիի Շիրակի մի խումբ խաղացողներ Volkswagen Magnish ավտոմեքենայով վթարի են ենթարկվել Սպիտակ Գյումրի ավտոճանապարհին։ Ավտոմեքենայում եղածին ուղևորների թվում են եղել ֆուտբոլիստներ Մկրտիչ Նալբանդյանը, Կարեն Մուրադյանը եւ Աղվան Դավոյանը։ Նալբանդյանը ստացել է այտոսկրի կոտրվածք, մյուս մարզիկների առողջության մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հունարոմեական ոճի իմշամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Յուրի Պատրիկեևը առաջին տեղն է զբաղեցրել Էստոնիայում ավարտված միջազգային մրցաշարում։ Նա լավագույնն է ճանաչվել մինչև 120 կիլոգրամ քաշային կարգում։ Մյուս քաշերում առավել հաջող հանդես են եկել ուկրաինացիները։ Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Պուերտո Ռիկոում անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտի ժամանակ։ Իսրայել Վասկեսը եւ Խեսուս Պագանը առաջին ռաունդում ուժեղ հարվածներ փոխանակելուց հետո միաժամանակ հայտնվել են նոկդաունում։ Իսկ հաճապոնական Օկայամա ակումբի ֆուտբոլիստ Ռուջիրո Ուեդան երկրի առաջնության հերթական խաղի ժամանակ գլխի հարվածով մրցակցի դարպասը գրավել է 58.6 մետրից։ Դա գլխով հեռահար գոլի համաշխարհային ռեկորդ է։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ
Այսօր Arm ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։